Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն անդրադարձել է TRIPS նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման արդյունքում։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրային ակտիվությունը, ինչպես նաև կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփն ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։ Կողմերն այն անվանել են իմ անունով Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ Իսկապես գնահատում եմ այդ փաստը, հիանալի համաձայնագիր է։ Վստահ եմ, որ այստեղ ներկաները կօգտվեն դրա հնարավորություններից, նշել է Թրամփը։ Ղազախստանի նախագահն էլ աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփի խաղաղապահ նախաձեռնություններին, այդ թվում TRIPS նախագծին, որը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համոզմամբ կարող է նպաստել միջին միջանցքի զարգացմանը։ ԱՄՆ նախագահը վճռորոշ ներդրում է կատարում ավելի անվտանգ, կայուն և բարգավաճ աշխարհ ապահովելու գործում, ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մեկնել է Բաքու, Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի, Հունաստանի, Հունգարիայի, Չեռնոգորիայի, Նիդերլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչների տեղակալները հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործակցության հեռանկարը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած համաձայնություններին և խաղաղության հեռանկարին, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրերին։ Ղազախստանը որոշել է միանալ Աբրահամյան համաձայնագրերին, այդ մասին հայտարարվել է Ղազախստանի նախագահի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների ղեկավարների Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ինքը Տոկաևը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գերազանց հեռախոսազրույց են ունեցել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ստորագրման արարողության մասին կհայտարարվի շուտով։ Արևմտյան զլմները գրում են, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը միանալը նախևառաջ խորհրդանշական քայլ է, որի նպատակն է աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու Թրամփի ջանքերին։ Ղազախստանի կառավարության հայտարարության համաձայն Աբրահամյան համաձայնագրերին միանալը երկրի արտաքին քաղաքական կուրսի բնական և տրամաբանական շարունակությունն է, հանուն տարածաշրջանային կայունության։ Նաև Ղազախստանը և Միացյալ Նահանգները կարևոր օգտակար հանածոների ոլորտում գործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Առևտրատնտեսական համաձայնագիր են կնքել նաև Միացյալ Նահանգները և Ուզբեկստանը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Տաշկենտը 3 տարվա ընթացքում շուրջ 35 միլիարդ դոլար կներդնի ամերիկյան տնտեսության մեջ ապրանքների գնումների և այլ գործարքների միջոցով, իսկ առաջիկա 10 տարում այդ թիվը կհասնի 100 միլիարդի։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարայի դեմ գործող պատժամիջոցները, բանաձևի նախագիծը մշակել էր Վաշինգտոնը։ Այն ընդունելու համար հարկավոր էր, որ Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան վետո չկիրառեն։ Ռուսաստանն աջակցություն է հայտնել նախաձեռնությանը, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում Պեկինի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթղթում բավարար անդրադարձ չկա Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգային իրավիճակի վերաբերյալ Չինաստանի մտահոգություններին։ Ակնկալվում է, որ նոյեմբերի 10-ին Ահմեդ Աշ-Շարան Սիրիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կմեկնի Վաշինգտոն և կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բարձր է գնահատում Դամասկոսում իշխանափոխությունից հետո Աշ-Շարայի ջանքերը։ Դա դժվար տարածաշրջան է, նա ուժեղ մարդ է, մենք լավ հարաբերություններ ունենք։ Սիրիայում էլ առաջընթաց կա, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։